Խոսում է Բաքվոն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է, Սփոմոտը Գյուլիար Մամեդովան։ Ադրբեջանի տնտեսությունում 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին կատարված արտասահմանյան ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ $2 միլիարդ, հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական բանկի վիճակագրության դեպարտամենտի ղեկավար Սամիր Նասիրովը։ Այս տարվա առաջին երամսյակում Ադրբեջանի տնտեսությունում կատարված ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է $1.5 միլիարդ, իսկ արտասահմանյան երկրների տնտեսություններում Ադրբեջանի ներդրումների ծավալը $315 միլիոն։ Վճարային հաշվեկշերի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել է Սամիր Նասիրովը։ Նրա խոսքով անցած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայից Ադրբեջանի տնտեսություն կատարված ներդրումների ծավալը կազմել է $405 միլիոն, Թուրքիայից $300 միլիոն, Կիպրոսից $181 միլիոն, Արաբական Միացյալ Էմիրություններից $110 միլիոն, Իրանից $90 միլիոն։ Իր հերթին 2025 թվականի առաջին 3 ամիսներին Ադրբեջանը Թուրքիայի տնտեսությունում ներդրել է $92.6 միլիոն, Վրաստանում $34 միլիոն, Մեծ Բրիտանիայում $27.8 միլիոն, Իսպանիայում $29 միլիոն եւ Ռուսաստանում $18.4 միլիոն։ Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայել Ջաբարովը հանդիպել է BP-ի գործադիր տնօրեն Մյուրեյ Աուչինկլոսի հետ։ Նախարարը այս մասին գրել է իր սոցիալական ցանցի էջում։ Մենք ուրախ էինք BP ընկերության գործադիր տնօրեն Մյուրեյ Աուչինկլոսի հետ կրկին հանդիպելու համար։ Հանդիպանը մենք ընդգծեցինք, որ Բաքվի էներգետիկայի շաբաթվա շրջանակներում ստորագրված նոր համաձայնագրերը կնպաստեն էներգետիկ ոլորտում մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։ Մենք բարձր գնահատեցինք BP-ի ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի վերականգնող էներգիայի նախաձեռնություններում եւ կարծիքներ փոխանակեցինք երկրորդ ընկերության գործունեության վերաբերյալ ներառյալ ապա ცხածնացման ջանքերը եւ ընթացիկ հետախուզական վարտադրական նախագծերը, գրել է Ջաբարովը։ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանում արտադրվել է 11.438.000 տոննա հում նավթ, այդ թվում գազային կոնդենսատ, ինչը 4.9%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ասված է Պետական վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Ապրանքային նավթի արտադրությունը նույնպես նվազել է 4.9%-ով հասնելով 11.411.000 տոննայի։ Ընդ որում այս տարվա մայիսին արտադրված հում նավթի ծավալը կազմել է 2.329.000 տոննա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականին Ադրբեջանում արտահանվել է 29.63.000 տոննա հում նավթ, այդ թվում գազային կոնդենսատ։ Խանքենդիում գտնվող կարիգործարանը աշխատում է նոր նախագծի վրա։ Այս մասին ասել է Խանքենդիի կարիգործարանի գործադիր տնօրեն Գյունեյ Լալիզադեն, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործակալության եւ Մարսոլ Գրապի համատեղ կազմակերպված 6-րդ տեղական ընկերությունների առաջխաղացման ցուցահանդեսում։ Նշելով, որ գործարանը համագործակցության հրաբերություններ է հաստատել թուրքական ընկերությունների հետ գործակալության, զրուցակից հավելել է, որ նախատեսում է արտադրել տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք եւ հագուստ, այդ թվում երեխաների եւ կանանց համար։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։